Այսօր պատրաստելու ենք միջին արևելյան խոհանոցի ամենատարածված խմորեղեններից մեկը՝ սամսա։ Խմորը պատրաստելու ենք դասական եղանակով։ 500 գրամ ալյուրին ավելացնենք 250 մլ սառը ջուր, 1 թեյ գդալ աղ, 1 թեյ գդալ շաքարավազ։ Խմորը վերջնական հավաքելուց հետո կավելացնենք 1 ճաշի գդալ բուսայուղ։ Խմորի պատրաստման եղանակը շատ պարզ է, բաղադրիչները նույնպես պարզ ու հասանելի, մշտապես ձեռքի տակ առկա։ Այս թխվածքի համար ստանալու ենք արագ պատրաստվող շերտավոր խմոր։ Խմորը հունցելու արդյունքում ստանալու ենք պինդ խմոր։ Ամանի մեջ սկզբից հավաքենք, հետո տեղափոխենք սիլիկոնե գորգի վրա և շարունակենք աշխատանքը։ Խմորը հունցելու ենք 8-ից 10 րոպե առնվազն։ Եթե ձեզ թվա, թե խմորը պինդ է և դժվար կլինի աշխատել նրա հետ, չանհանգստանաք։ Երբ դնենք խմորը հանգստանալու, այն կդառնա շատ առաձգական, ենթարկվող։ Ստացված խմորը բաժանեցի երկու մասի, ինձ մոտ ստացվեց յուրաքանչյուր գունդը 395 գրամ։ Գնդերը ծածկենք սննդային թաղանթով, մոտավորապես կես ժամ դնենք հանգստանա։ Այդ ընթացքում պատրաստենք միջուկը։ Միջուկը դասական տարբերակով չենք պատրաստելու, որովհետև դասական տարբերակում միսը ոչ թե աղացած է վերցվում, այլ մանր կտորների վերածված։ Բացի այդ, հիմնականում վերցնում են ոչխարի միս։ Ես վերցնելու եմ հորթի աղացած միս՝ կես կիլոգրամ։ Մսին կավելացնենք քերիչով անցկացրած 2 միջին չափի սոխ, կես կապ համեմ մանր կտրատած։ Միսը կհամեմեմ աղով, սև աղացած պղպեղով, իսկ ցանկության դեպքում կարելի է ավելացնել նաև քիմիոն՝ կես թեյի գդալ։ Ես միջուկը կբաժանեմ երկու մասի, մի մասին կավելացնեմ քիմիոն, մյուսին՝ ոչ։ Եթե ունեք նախընտրելի համեմունքներ, կարող եք ավելացնել ըստ ճաշակի։ Խմորն արդեն հանգստացել է։ Հանենք սննդային թաղանթից, տեսեք, թե ինչպիսի էլաստիկ խմոր է ստացվել։ Եվ շատ ենթարկվող, և հեշտ գրտնակվող։ Վերցնենք առաջին գունդը, շատ բարակ գրտնակենք։ 40 գրամ կարագը կամ մարգարինը հալեցնենք և սիլիկոնե վրձինով քսենք խմորի երեսին։
Խմորին ուղղանկյան տեսք տանք և մի եզրից սկսենք ռուլետաձև փաթաթելով շարժվել դեպի մյուս եզրը։ Ստացված խմորե գլանակը տեղափոխենք հարմար սկուտեղի մեջ, ծածկենք սննդային թաղանթով և տեղավորենք սառնարանում։ Վերցնենք երկրորդ գունդը, նորից լավ բարակ գրտնակենք։ Այս գնդի վրա նույնպես քսենք 40 գրամ հալեցրած կարագ կամ մարգարին։ Առաջին գունդը հանենք սառնարանից, տեղավորենք բացված խմորի եզրին և շարունակենք փաթաթել ռուլետաձև։ Երկու գունդը միասին փաթաթելու արդյունքում կստանանք ավելի շատ շերտեր։ Ստացված խմորե գլանակը բաժանենք 4 հավասար մասերի, տեղավորենք սկուտեղի վրա, ծածկենք սննդային թաղանթով և 1 ժամով տեղափոխենք սառնարան։ Այս խմորը կարելի է օգտագործել նաև որպես պոլուֆաբրիկատ տեղավորելով սառցախցիկում։ Ցանկացած պահի կարելի է այն հանել սառցախցիկից և օգտագործել։ Խմորի այս չափաբաժնից կարելի է ստանալ 12 հատ սամսա, ուստիև խմորը բաժանենք 12 հավասար մասերի։ Սամսայի ձևավորման համար խմորը գրտնակենք։ Վերցնենք գունդը, երկու մատերի օգնությամբ կենտրոնից դեպի դուրս սրենք, որպեսզի շերտերը չխառնվեն իրար, և զգուշությամբ գրտնակենք։ Մինչև 15 սմ տրամագծով շրջանագծեր ենք գրտնակելու։ Եթե ուշադիր նայեք, կտեսնեք, որ շրջանակները կենտրոնից դեպի եզրերն են գնում, դա հենց մեր առաջացրած շերտերն են։ Նախապատրաստենք սամսաների երեսին քսելու համար անհրաժեշտ քսուկը։ 1 ձվի դեղնուցի վրա ավելացնենք 1 ճաշի գդալ ջուր, լավ խառնենք։ Իսկ սամսաների վերջնական տեսքին հասնելու համար վերցնենք գրտնակած լոշիկը, կենտրոնում դնենք միջուկը, լավ առատ և 3 մասերից շերտերը իրար միացնենք։ Ստանալու ենք եռանկյունաձև տեսք ունեցող կարկանդակներ։ Եզրերը անհրաժեշտ է շատ լավ ամրացնել։ Միջուկը խմորի վրա դնելուց հետո անպայման պատառաքաղի օգնությամբ հարթեցրեք այն, որպեսզի նախ հավասարաչափ տարածվի և հետագայում հեշտությամբ էլ եփվի։ Ես միջուկին փռելուց հետո տալիս եմ եռանկյան ձև, այդպես ավելի հեշտ է ձևավորել սամսաները։ Հետևեք, որ սամսայի մեջ օդ չմնա։ Սամսաները տեղավորում ենք ջեռոցի տապակի մեջ, երեսին ձվային զանգված ենք քսում։ Եթե դուք էլ իմ նման տարբեր միջուկներ եք պատրաստել, ապա կարող եք օգտագործել տարբեր գույնի քունջութի սերմեր, որպեսզի չխառնվեն կարկանդակները։ Թխելու ենք 170-180 աստիճան տաքացած ջեռոցում։ Ահա և պատրաստ են մեր սամսաները, այնքան խրթխրթան են, այնքան համեղ։ Առաջարկում եմ դուք էլ պատրաստեք և համտեսեք այս հիանալի սամսաները։ Չմոռանաք բաժանորդագրվել մեր ալիքին, իսկ ես խոստանում եմ ձեզ հետ բացահայտել կիրառական խոհանոցի բոլոր գաղտնիքները։